Հուլիսի 30-ին Վանաձորում տեղի ունեցավ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կիսամյակային հաշվետվությունը։ Նիստվարում էր տեսչության պետ Ավետիք Մկրտչյանը։ Ներկայ են Հայաստանի փրկարար ծառայության Լոռու մարզի փրկարարական վարչության պետը, հանրապետության 4 մարզերի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունների պետերն իրենց անձնակազմերով։ Զեկույցներում ներկայացվեցին անցած 6 ամիսների ընթացքում կատարված աշխատանքներն ու համակարգային խնդիրները։ Լոռու մարզում տարին սկսվեց հրդեհների աննախադեպ առատությամբ։ Հաշվետու ժամանակահատվածում Լոռու մարզի փրկարարական վարչությունում գրանցվել է 368 հրդեհի ահազանգ, որից 142 հրդեհն առաջացել է անտառային տարածքներում։ Հրդեհների քանակն անցած տարվա համեմատ աճել է 148-ով, նյութական վնասի չափը նվազել է 86%-ով։ Զոհեր բարեբախտաբար չենք ունեցել, 2011 թվականի առաջին կիսամյակում եղել են 3-ը, վիրավորներ չենք ունեցել, 2011 թվականի առաջին կիսամյակում եղել է 2-ը։ Հաշվառված հրդեհներից 137-ը կամ 67%-ը տեղի են ունեցել 4 խոտածածկ տարածքներում, ընդ որում 62-ը առաջին կիսամյակում։ Վտանգավոր օբյեկտների վերաբերյալ անցած կիսամյակի ընթացքում կազմվել է ընդամենը 2 արձանագրություն, ինչը տեսչության պետը քիչ է համարում։ Մարզային տեսչության պետը պատճառը գիտի։ Նախարարություն եմ ներկայացրել աշխատանքները խոչընդոտելու, ձեզ զեկուցել եմ եւ մի օբյեկտիվ վերաբերությունը ուղարկել եմ, պատասխան չեղել, ուղղակի աշխատանքներ ծանրաբեռնացան պատճառով ես պատասխանում եմ գրությունը, մի հատ նորից գրություն ուղարկել նախարարություն, բայց ամեն դեպքում ես գտնում եմ, որ բավարար չի։ Թափուր աշխատատեղերի համալրման համար մասնագետների պակաս կա, բացի այս էլ աշխատավարձն է ցածր։ Աշխատակիցն էլ մինչև գործի անցնելը վերապատրաստման կարիք է զգում։ Ընդհանուր առմամբ Լոռու մարզի հաշվետվությունից Ավետիք Մկրտչյանը գոհ էր։ Հաջորդը հաշվետու զեկույցով հանդես եկավ Կոտայքի մարզային տեսչությունը։ Անցած 6 ամսվա ընթացքում հրդեհատեխնիկական հետազոտության է ենթարկվել սպասարկման տարածքի 562 օբյեկտ, նախորդ տարվա 560-ի համեմատ։ Կազմվել է 71 արձանագրություն, հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 45 քաղաքացի, 18 պաշտոնյա։ Նշանակվել է 2.290.000 դրամի վարչական տուգանք։ Կոտայքի մարզի զեկույցից տեսչության պետը դժգոհ էր կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները որակեց չափազանց թերի։ Ուշացել են հրդեհի վայր հասնելուց, թերացել են աշխատանքներում։ Եղարքունիքի մարզում կտրուկ մեծացել է հրդեհների թիվը, հատկապես 4 խոտածածկույթի հրդեհները։ Հրդեհներից պատճառված նյութական վնասի ընդհանուր չափը կազմում է 9.655.420 դրամ։ Տավուշի մարզում հրդեհները 26-ն են եղել, պատճառվել է 20.926.000 դրամի նյութական վնաս, մինչդեռ 2011-ին հրդեհների թիվը 16-ն էր։ Համապատասխանաբար կիսով չափ էլ նյութական վնասի չափն է եղել։ 2 տարվա նույն ժամանակահատվածներում էլ դեպքերի հետևանքով մեկական մարդ է զոհվել։ Հերմինե Զարմանյան, Ազգանուշ Մկրտչյան, Մոլորակ։